Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձարկումության մասին օրենքի համաձայն Կապանի լեռնահարստացման կոմբինատը դիմել է Կապանի համայնքապետարանին, ուրեմն հանրային լսման վերաբերյալ անվտանգություն իրականացնելու եւ կազմակերպելու հանրային լսումներ կոնկրետ գործունեության վերաբերյալ, իսկ գործունեությունը նախաձեռնված գործունեությունը վերաբերում է նախաձեռնողի հարստացուցիչ ֆաբրիկան նախագծային հզորությամբ տարեկան 1 միլիոն տոննա հանքավայրի վերամշակման վերաբերյալ, երկրորդը Գեղամուշի կոչամբարի վերակառուցման վերաբերյալ եւ Գեղամուշ գետի տեղափոխող թունելի վերանորոգման վերաբերյալ։ Ուրեմն նախատեսված է հանրային լսման օրակարգ, ըստ օրակարգի ուրեմն կզեկուցի նախնական գնահատման հայտի վերաբերյալ NRM ընկերության ներկայացուցիչը Վահրամ Ավագյանը, այնուհետև կզեկուցի Կապանի ընկերության բնակապահպանության բաժնի պետ Ալեքսանյանը, հետո կլեն այնուհետև հարցեր, առաջարկություններ եւ լուծումներ կներկայացնեք, վերջում արդեն ես կամփոփեմ եւ դրանով կավարտենք։ Հիմա կզեկուցի NRM ընկերության ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը։ Նախագծեր իրականացված NRM կամպոզիտորական ընկերություն է, նախատեսվող գործունեության վերաբերյալ, նախաձեռնողը շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձարկումության մասին ուսանողված կարգով դիմել է շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրել հայտ, քանի որ նախատեսվող գործունեության բոլոր թվարկված 3 բաղադրիչները վերաբերում են արդեն իրականացվող գործունեության ընդլայնման փոփոխությանը, հիշյալ օրենքով նախատեսված է հայտի ներկայացում, որի ուսումնասիրության արդյունքներով շրջակա միջավայրի նախարարությունը եզրակացություն է տալիս արդյոք այդ գործունեության փոփոխությունը ընդլայնումը ենթակա է շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումության։ Մենք շրջակա միջավայրի նախարարության հունիսի 23-ին ստացված պատասխանով դրական եզրակացություն են ստացել այն առումով, որ նախատեսվող գործունեությունը բոլոր 3 բաղադրիչներով ենթակա է շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումության։ Առաջին ներկայացված բաղադրիչը վերաբերում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան նախագծային հզորությամբ շահագործելու։ Այս գործունեությունը չի ենթադրում սարքավորանքի, տեխնիկայի, որևէ այլ ենթակառուցվածքի ավելացում։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան ի սկզբանե իր հիմնարար նախագծով նախատեսված է եղել որպես տարեկան 1 միլիոն տոննա հանքաքար վերամշակող ֆաբրիկա։ Հետագայում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձարկումության փաստաթղթերում վերջինիս արտադրողականությունը սահմանափակվել է տարեկան 600,000 տոննա հանքաքարով, պայմանավորված տվյալ պահին ֆաբրիկային հումք մատակարարող հանքի արտադրողականությամբ։ Միայն այդ սահմանափակող գործոնները։ Ներկայում, քանի որ ֆաբրիկան ունի նաև հանքի այլ մատակարար, մասնավորապես լիճքված փակbaşնետիրական ընկերությունը, որը շահագործում է լիճքված թեյի ոսկու հանքավայրը, ակտուալ է դարձել, արդիական է դարձել, հարստացուցիչ ֆաբրիկան նախագծային ամբողջ հզորությամբ ծառայել։ Ի լրումն դրա Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերահաշվարկել, վերագնահատել է նաև Շահումյանի ոսկի բազմամետալային հանքավայրի պաշարները, ներկայում պաշարների հաշվարկի կոնդիցիաների պարամետրերը ընդերքաբանական փորձարկումությամբ փուլում են և ընդերքաբանական փորձարկումության արդյունքներով նոր պաշարներ ունենալուց, հանքավայրի լեռնատեխնիկական հնարավորությունների մասին արդիականացված պատկերացումներ ունենալուց հետո
կգնահատվի նաև Շահումյանի հանքավայրի տարեկան արտադրողականությունն ավելացնելու, հարստացուցիչ ֆաբրիկան գերակշռորեն Շահումյանից արդյունահանվող հանքաքարով ցանրաբեռնելու հեռանկարը, նկատի ունենալով նաև այն, որ Էջպաս Փակուար հետիական ընկերությունը նաև դրական եզրակացություն ունի հենց Լիչկվասկայի հանքավայրի հիմքի վրա հարստացուցիչ ֆաբրիկա կառուցելու նախագծի համար եւ որոշակի գործունեություն ակտիվությամբ արդեն ծավալել։ Հակիրճ ներկայացնեմ, թե ինչպիսին է հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման գործընթացը, որը ընկերությունը փորձարկել է եւ մշակել տեխնոլոգիական ռեգլամենտ արդեն տարեկան 1 միլիոն տոննա հանքաքարի վերամշակման հեռանկարով։ Հանքաքարը անցնում է ջարդման, խոշոր ջարդման, մանրացման, ֆլոտացման, թանձրեցման եւ ջրազրկման փուլեր։ Ջարդման փուլը Շահումյանից արդյունահանվող հանքաքարի եւ Լիչկվասկայի հանքավայրից արդյունահանվող հանքաքարի համար նույնականն է։ Այդ վերամշակման տեխնոլոգիաները սկսում են տարբերվել մանրացման փուլում եւ ֆլոտացման փուլում։ Եթե Շահումյանից արդյունահանվող հանքաքարի վերամշակման արդյունքում արտադրվում է երկու տեսակի խտանյութ, պղնձի եւ ցինկի երկուսն որոշակի բաղանակությամբ, ապա Լիչկվասկայի հանքաքարի վերամշակման արդյունքում արտադրվում է միայն մեկ խտանյութ, ոսկու խտանյութ, պղնձի հաստատի որոշակի պարունակությամբ։ Վերամշակումը ոչ մասնագետի համար այս նկարագրությունների տարբերությունը դժվար որսալի կլինի, դրա համար ձեզ շատ այս տեխնոլոգիական ներկայացումների մեջ չներգրավեմ, պարզապես նշեմ, որ ի տարբերություն հնարավոր է ձեզ ծանոթ այլ տեխնոլոգիաների, այս հարստացուցիչ ֆաբրիկան կոլեկտիվ խտանյութ չի արտադրվում, կորզումը տեղի ունենում նույն ապարախոսից, առաջին կորզումը պղնձի ֆլոտացիայով, երկրորդը ցինկի ֆլոտացիայով, երկու դեպքում էլ Շահումյանի հանքաքարի վերամշակման ժամանակ եռաստիճան լրաֆլոտացում է տեղի ունենում, իսկ Լիչկվասկայի հանքաքարի վերամշակման ժամանակ պղնձի ցիկլում լրաֆլոտացման աշճանները երկուսն են, ցինկի ցիկլում, թեև արդեն այստեղ պայմանական պետք է երկու ցիկլներ հավանակ Լիչկվասկայի պարագայում, քանի որ արտադրվող է մեկ խտանյութ է, ցինկի ցիկլում մեկ ընդհանրապես լրաֆլոտացում։ Այսքանը հարստացուցիչ ֆաբրիկայի մասով, քանի որ այդ վերամշակման արդյունքում ձևավորվող փոչանքի զանգվածի տնօրինման հեռանկարը վերաբերում է փորձաքննության ներկայացված մեր հաջորդ նախատեսվող գործունեությանը, անմիջապես անցնեմ հենց Փոչամբարի վերակառուցման ներկայացված նախագծին, ներկայում Գերանուշի Փոչամբարը, որը ծառայում է հարստացուցիչ ֆաբրիկայի վերամշակման արդյունքում ձևավորվող փոչանքի տեղակայման համար, Փոչամբարը, որպեսզի տեղավորությունները ճիշտ ասեմ, ֆաբրիկայից 1,5 կիլոմետր հեռավորությամբ է, ներկայում զբաղեցնում է 32 հեկտար տարածք, Փոչամբարի պատվարները վերընթաց տիպի են, ես քիչ հետո այդ տիպի մասին ավելի մանրամասն կասեմ, եթե այդ տերմինը որևէ մեկին ծանոթ չէ։ Շեպերի թեքությունը կազմում է 3:1-ի հարաբերությամբ, այսինքն 3 մետր առաջընթացին համապատասխանում է 1 մետր վերև թեքության հաշվարկի, թեքության վերաբերյալ պատկերացում տալու համար։ Պատվարի նիշերը ապրիլի 1-ի դրությամբ այս Փոչամբարի առանձնահատկությունն այն է, որ ունի երկու պատվար։ Սա իդեպ հաշվի առնելով, որ այս հանրային քննարկմանը մասնակցում են նաև մայրաքաղաքից ժամանած բնապահպանական, տեղեկատվական, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, այս հանգամանքի բնապահպանական արժեքը հատուկ ուզում են գծել։ Փոչամբարը երկու պատվար ունի, լանջն ի վեր
բարձրացող մասը ևս պարփակված է պատվարով, ինչը սահմանափակում է փոչանքի տարածումը փոքր հաստություններով մեծ մակերեսների վրա եւ մինիմալ նվազագույն մակերես փոչանքի տակ ներգրավելով տալիս է առավելագույն ծավալ։ Ապրիլի 1-ի դրությամբ պատվարների նիշերը եղել են հարավային պատվարի համար 833.5 մետր բացարձակ նիշում, հյուսիսային պատվարին 836 նիշում։ Պատվարի այն տարողությունը, որը ձևավորվել էր վերջին նախագծային փոփոխության արդյունքներով, վերջին նախագծային փոփոխությունը հիշեցնում եմ Շարլոտ եւ հանրության մասնակիցներին, որոնք մասնակցել են նաեւ այս թեմայով նախորդ հասարակական լսումներին, վերջին փորձակնությունը վերաբերել է պատվարների ամրաբեռնման նախագծին։ Այդ ամրաբեռնման նախագծով տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ձևավորված նախագծային ծավալը 11.7 միլիոն խորանարդ մետր։ Ներկայում ընկերությունը երկու խնդիր լուծելու նկատառումով, առաջին խնդիրը Խոչամբարի սեյսմիկ կայունությունը համապատասխանեցնել ամենաառաջադեմ միջազգային չափանիշներ։ Երկրորդ խնդիրը ապահովել Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության շարունակականությունը երկարաժամկետ հեռանկարում։ Երկու խնդիրների համաժամանակյա ամենաառաջադեմ տեխնոլոգիայով լուծելու նկատառումով որոշում է ընդունվել, որ վերընթաց տարբերակից Խոչամբարի պատվարների զարգացման անցում է կատարվելու կենտրոնահեն տարբերակի։ Որպեսզի այս որոշման արդիականությունը պարզ լինի ավելի, նշեմ, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի 3401, եթե ճիշտ եմ հիշում, հիդրոտեխնիկական կառուցվածքների ներկայացվող պահանջները սահմանող այդ չափորոշիչը այդ համարով էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով հաստատված։ Այդ իրավական ակտով սահմանված չափորոշիչները այլևս բացառում են, նաև ներքի մասին օրենսգրքով է սահմանված, այլևս բացառում են Հայաստանի տարածքում նոր կառուցվող Խոչամբարները վերընթաց պատվարներով կառուցել։ Թեև դա հետադարձ ազդեցություն չունեցող իրավական ակտ է, այդուհանդերձ օգտագործելով նաև այս հնարավորությունը, ընկերությունը որոշում է կայացել անցնել այդ առավել անվտանգ զարգացման սցենարին և լուծել միանգամից երկու հարց։ Այս համատեքստում սկսած 2028 թվականի մայիսից, որը արդեն կլինի Խոչամբարի պատվարների առկա եղանակով բարձրացման պայմաններում 841 նիշը, այդ 841 նիշից հետագա շարունակումը պատվարների զարգացման կատարվելու է կենտրոնահեն եղանակով։ Եթե վերընթաց տարբերակը ենթադրում է պատվարների կառուցում հենց ապարախոսից և պատվարի առանցքը անընդհատ հայտնվում է լանջնիվեր զարգանալով անընդհատ հայտնվում է այնպիսի դրության մեջ, որ պատվարի ամրաբեռի հենքում լինում է ապարախոս, որը ինչպես ցույց է տրվել տարբեր երկրներում Խոչամբարների պատահարների ուսումնասիրման վիճակագրությունը ռիսկայնություն ունի, մասնավորապես ստատիկ հեղուկացման ռիսկայնություն ունի, ապա կենտրոնահեն պատվարի կառուցման պարագայում պատվարը նույն առանցքով է բարձրանում ինչ-որ փոչանքը։ Ես եթե հնարավորություն լինի, պատկերավորել կարող եմ ցուցադրել, թե ինչպես է տարբերվում վերընթաց եղանակով կառուցվող պատվարը կենտրոնահենից, այդ նկարները կարող եմ պարզապես ցույց տալ։ Իմ համակարգչի էկրանին ընդունել եք անկասկած, սա կենտրոնահեն պատվարն է, սա վերընթաց պատվար։ Մյուս սցենարը, վարընթաց պատվարի սցենարը արդեն
նույն անվտանգության պայմաններում կամ անվտանգության տեսանկյունից աննշան առավելության պայմաններում շատ ավելի փոքր ծավալ է ստեղծում։ Արդյունավետ ծավալ ընդունելի անվտանգության կոմպրոմիսը կենտրոնահեն պատվալն է, որը ներկայում միջազգայինորեն ամենատարածված և ամենաընդունելի սխեման է Խոչամբարի պատվալի զարգացման։ 841 միշից մինչև 871 ներկայում նախատեսված առավելագույն միշը Խոչամբարը զարգանալու է հենց կենտրոնահեն եղանակով։ Դա մեզ հնարավորություն է տալու նախագծային նավթին 11,7 միլիոն խորանարդմետրի փոխարեն ունենալ 17,4 միլիոն խորանարդմետր և արդեն ավելացված արտադրողականության, այսինքն այս ավելացումը պայմանական է, որովհետև կոմբինատը պարզապես աշխատելու է նախագծային հզորությամբ։ Նախագծային հզորությամբ աշխատանքի պայմաններում տարեկան 1 միլիոն տոննա հանքաքար վերամշակելով կոմբինատը կոչանքների անվտանգ տեղակայման հարցը լուծում է մինչև 2038 թվական։ Եվ ևս մի նախագիծ է դրված գործակնության ներառված այդ նախագծի արդիականացման համար պարտական ենք առաջին հերթին համայնքային իշխանության բարձրացրած պահանջին խոսքը վերաբերում է Գեղանուշ գետի ջուրը Կոչանքի զանգվածը շրջանցելու համար կառուցված թունելի երեսարկը, ինչպես համայնքի պահանջով մեր իրականացրած ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, ունի վնասվածքներ և ենթակա է վերանորոգման։ Այս համատեքստում մի քանի կարևոր նկատառումներ եմ ուզում հայտնել։ Թունելը հորատանցման եղանակով, բարձր կրողունակության ապարներով անցկացված կառույց է և թունելի ներքին երեսարկը կրողունակության որևէ խնդիր չունի, դա կրող երեսարք չէ։ Այդուհանդերձ, եթե վնասվածքները, իսկ հայտնաբերված վնասվածքները խորշեր, ճաքեր, ճեղքեր են, եթե ու այդ ճեղքերի հետևում ձևավորված խոռոչներ, եթե դրանք պատշաճ չտնօրինվեն, ինքը երեսարկը կարող է փլուզվել և թեև նույն թունելի կառուցվածքը վտանգված չէ, ապարների կրողունակությունը մեր ուսումնասիրության արդյունքներով ցանկացած կասկածից դուրս է, այդուհանդերձ թունելի երեսարկի փլուզված զանգվածը կարող է ջրի անցման համար խոչընդոտ ձևավորել և հանգեցնել թունելի անանցանելիության։ Դրա համար մշակվել է առանձին նախագիծ ճեղքերի, խոռոչների, ճաքերի, անցքերի և մետաղական կոնստրուկցիաների կոռոզիան կանխարգելելու դրանք վերականգնելու վերաբերյալ։ Եթե որևէ մեկին հետաքրքրի դետալիզացիան նաև այդ նախագծի կարող ենք ներկայացնել։ Հասարակական լսմանը մասնակցում են նաև ֆաբրիկայի և Խոչամբարի տարեկան 1 միլիոն տոննա արտադրողականությամբ շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացրած ակունք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն պարոն Հովհաննես Նիկոլոսյանը, ձեզ պարոն Նիկոլոսյանը ներկայացնելու տարիքին չկա, և Կապանի իրականացման կոմբինատի բնապահպանության բաժնի ղեկավար Այգա Ալեքսանյանը, ով իրականացրել է թունելի վերանորոգման աշխատանքների շրջակա միջավայրի ազդեցության գնահատում։ Եթե հարցեր կան նախագծի վերաբերյալ, շնորհների վերաբերյալ հաճույքով կարձականք։ Շնորհակալություն, պարոն Ավագյան, պարոն Ավագյանի հարցեր կան ներկայացրած նախաձեռնության վերաբերյալ։ Եթե հարցեր չունեք, ապա անցնենք հաջորդ զեկուցողին, հաջորդ զեկուցողը Այգա Ալեքսանյանն է, ով Կապանի լեռնահարդարացման կոմբինատի բնապահպանության բաժնի Ըստ թունելի նախագծը մանրամասն ներկայացվեց գործընկերոջից կողմից, որ այն բնապահպանական ռիսկերը կամ բնապահպանական ասպեկտները, որոնք
կարող են առաջանալ թունելի վերամերոխման աշխատանքների ժամանակ ամբողջությամբ գնահատվել են եւ հիմնական խնդիրը կարող է առաջանալ ինչպես ցանկացած շինարարական աշխատանքների ժամանակ շինարարական տեխնիկայի աշխատանքից առաջացած փոշու եւ այլ արտանետումները, որոնք համաձայն մեծ հաշվարկների նորմատիվների սահմաններին են, նաեւ թափոնների որոշակի թափոնների գոյացման հարց կարող է առաջանալ մասնավորապես կենցաղային թափոնների եւ շինարարական թափոնների, որոնք կառավարվելու են ընկերությունում գործող ընթացակարգերով եւ օրենքով սահմանված կարգով, ըստ էության ծավալների ապելացում չի ակնկալվում, ինքը հաշվարկված է հենց եւ անձնագրային տվյալներով եւ թափոնների նորմատիվների նախագծով, տեխնիկայի սպասարկումը իրականացվելու է ընկերության տարածքում, այնպես որ չափես բուն շինարարական աշխատանքների ժամանակ տեխնիկայի սպասարկման ժամանակ առաջացող խնդիրներ չեն լինելու, որովհետև դրանք կարգավորվելու են ընկերության ընդհանուր ընթացակարգերով։ Ջրօգտագործման մասով խմելու ջուրը մասնակիցների շինարարական աշխատակիցներին տրամադրվելու է շշալցված, իսկ փոշու արտանետումը կանխելու համար ջրցանը ըստ էության հաշվարկված է եւ լրացուցիչ ջրօգտագործման անհրաժեշտություն չի լինելու։ Թերևս այսքան է, կարծում եմ ավելացնելու այդ բան չունեմ, որ հարցեր ունեմ։ Շնորհակալություն, կան հարցեր։ Եթե կարելի է։ Իհարկե։ Հասկանում եմ, կներկայանալ։ Իհարկե։ Լավ, այսպես ներկայանամ, ես Մոնիկան եմ Երիցյան, Էկոլուր կազմակերպության լրագրողը։ Կարելի է հստակեցնել արտադրողականության ավելացման դեպքում ֆաբրիկայի, որը ներկայում հիմա այդ հայտն է օրակարգում դրված, հեռանկարում նաև հանքավայրի, հանքաքարի արտադրողականությանը կավելանա, ոնց հասկանում ենք, այդ ռիսկերի մասին կարող եք խոսել, դա իրենց ինչ նոր ռիսկեր է ենթադրելու կամ ինչ-որ վտանգներ, չգիտեմ, դրանց նվազեցման հետ կապված ինչ-որ գործողություններ մշակվել են, կա ինչ-որ հայտ, նախագիծ կամ ինչ ունեք այս պահին, որովհետև 600 միլիոնից դեպի 600 հազարից կներեք մինչև 1 միլիոն այնտեղ կրկնակի չէ, բայց ահագին ծավալով ավելացում կա։ Նախագիծ դեռ չկա, նախագիծ դեռ որպես այդպես։ Ահա։ Ռազմավարական էկոլոգիական գնահատման ինստիտուտ կա, Այո։ ձեր օգտագործած տերմիններից մեկը ստիպեց, որ պարոն Նիկողոսյանը հիշեցնի, որ ռեգի ենթակա նախագիծ չի սա։ Իսկ ինչի ռեգի ենթակա չի, ինչ-որ դասի է պատկանում։ Նախապես եթե իմաց ինչ-որ բան կամ ինչ-որ բան ստեղծել, անում ես ռեգ, Այո։ անանք եթե դա անդրասահմանային անում ես ռեգից հաստատեցնում նա իշնա։ Իսկ նոր բանը գործող է, տարիներ աշխատել է, դրանները անհետ չկա։ Հասկանալի է, բայց շմակ փորձաքննության ենթակա է, այս պայդրությամբ ինչ-որ հայտ, նախագիծ, ինչ-որ բան կա, ես հասկանում եմ, որ սա առաջին լսումն է ու ինչ-որ շմակ կա։ Փաստաթուղթ ուղղակի հասանելի չէր, մենք փոքրիկ գրություն էր մեզ հասանելի համայնքապետին, մենք չենք հանդիպել ու չգիտենք ինչ է արտացոլված։ Հասկանալի է, իսկ հիմա կարելի է ներկայացնել հիմնական ռիսկերը, որոնք շմագում ձեր արտացոլվում են կապված աղտոտման, ազդեցության։ Նախ բավական աշխատել է շրջանառու ջրի համակարգը, դեպի շրջանառու ժամանակ, այսինքն արտահոսքեր, արտահոսքերի մեջ են։ Լավուչով ես ոդրուսը են դարձնում արտահոսք, ընդհանրապես չունի։ Հիմա ինչ վերաբերում է փոշու, դա փոշուն մենք ունենք 3 աստիճան ջրում, որը կլարել ցիկլոնն է, զորչի եւ մարախուլային տնտանոց ուշ
որ ստեղծում են մալակ, նստացում է փոշի և արտանետում է փչան։ Դատալի 80% փոշի արտանետում է փչան։ Ցիկլոնների միջոցով 80% փչական փոշի։ Դա մեր հատանամասի տարածքը ունենք միջին 22 կիլոմետր, իսկ սահմանային պաշտպանության գործում մոտավորապես 0.050 Այսինքն ստական դահին չանապրեք, ստական դահին Սահմանային թույլատրելի ձեր վրա, ձեր սերունդների վրա եկավ։ Այսինքն այսպես արկել ապահոված։ Իսկ տարածքային ավելացումներ նախատեսվում են ոչ մի շատ հարցին անդրադարձան են Խոչամբարի մասով։ Պարոն Նիկոլոսյանը շատ ճիշտ նշեց, որ ֆաբրիկայի մասով, քանի որ գործող ֆաբրիկայի եղած նախագծով ընդամենը մենք ֆորմալ սահմանափակումն ենք անում, ֆաբրիկան շահագործում այնպես, ինչպես նախատեսված էր այն շահագործել, այդտեղ որևէ նոր տարածքի մասին խոսք լինել չի կարող, Խոչամբարի դեպքում այս պահի տարածքը 32 հեկտար է, եթե չլիներ նախագծային փոփոխություն եւ Խոչամբարը շահագործվեր մինչեւ 851 նախկին նախագծով նախատեսված առավելագույն միջը, այն կզբաղեցներ 36 հեկտար տարածք, ունենալով 11.7 միլիոն քառակմետր ծավալ։ Ներկա փոփոխության արդյունքում այն բանի շնորհիվ, որ միայն Լեռների լանջերի այդ նեղ հատվածներն են հայտնվելու նոր Խոչամբարի զանգվածների տակ, մենք ունենում ենք 17.4 միլիոն խորանարդ ծավալ, Խոչամբարի ակնկալվող մակերեսը շահագործման վերջում պայմանական 871 առավելագույն բացարձակ նիշի պայմաններում կլինի 40 հեկտար, այսինքն ընդամենը 4 հեկտար լրացուցիչ մակերես Խոչամբարի տակ ներառելով ահռելի օգտակար ծավալ են ունենում։ Խոչամբարի աշխատանքի շարունակականության, ֆաբրիկայի աշխատանքը երկարաժամկետ հեռանկարում ապահովելու առավել փոքր մակերես զբաղեցնելով տարբերակ գոյություն չունի։ Շրջական միջավայրի նկատմամբ առավել խնայողական եղանակով այս հարցը լուծելու տարբերակ գոյություն չունի։ Իսկ այդ 4 հեկտարի հարցը լուծված է արդեն համայնքի հետ կամ չգիտեմ ումն այդ որ Շրջական միջավայրի վերաբերության փորձակցության ընթացքը բարեհաջող ավարտելուց հետո մենք արդեն մնացած օրենքով նախատեսված գործընթացները կնախաձեռնենք։ Սա առաջին փուլն է։ Իսկ ներկայում ինչքանով է լուծված Խոչամբարը։ Ապրիլի 1-ի դրությամբ 8.3 միլիոն քառակմետր։ Հիմա կարող ենք դրան ավելացնել ևս պայմանական 100,000 Եվ նաև նշեցիք թունելի հետ կապված, որ այնտեղ խնդիրներ եք արձանագրել, դրա համար այդ վերակառուցումն էր նախաձեռնվել, այդ գետը շրջանցող թունելի հետ կապված, ինչ խնդիրներ եք արձանագրել, գուցե ինչ-որ վնասներ էր։ Երիսարկի վրա ճակեր, ճեղքեր, անցքեր։ Իսկ դրանք վնասներ հասցրել էին համայնքի, դրանք վնասներ հասցրել էին, չէ՞։ Դրանք չեն կարող որևէ վնաս հասցնել, բայց եթե մնա անխնամ անորոշ հեռանկարում, կարող է հանգեցնել թունելի երեսարկի բետոնի զանգվածի փլուզման, որն ինքը կարող է խոչընդոտ դառնալ ջրանցի համար։ Եվ որպեսզի նման բան չլինի, ես կրկնեմ այդ մասը, թունելի երեսարկը չունի կրող նպատակ, կրող գործառույթ չունի։ Դա պարզապես երեսարկ է։ Ինքը թունելը բարձր կրողունակության ապարներով հորատանցման արդյունք է։ Այսինքն, եթե որևէ երեսարկ չլիներ, թունելն ինքը կայուն կառույց է, կայուն հիդրոտեխնիկական կառույց է։ Բայց երեսարկը փաստացի կա, եթե այն պատշաճ վիճակում չլինի, հենց երեսարկի զանգվածը պոտենցիալ խոչընդոտ է, որպեսզի այդ զանգվածը երբևէ չփլուզվի, այդ ճաքերի ճեղքերի հետևում խոռոչները մեր ներկայացրած նախագծային լուծումներով կլցվեն, մի դեպքում դա բետոնային խառնուրդ է, այլ դեպքում պոլիուրետան եւ այլ նյութեր, որոնք
տարբեր մասնագիտական հաշվարկներով հիմնավորված են որպես առավել արդյունավետ լուծումներ, նաև լուծումներ են տրվելու այն հատվածներում, որտեղ դիտարկվում է մետաղի կոռոզիա, բացված է այդ մետաղը եւ այլն։ Երեսակը բերվելու է պատշաճ դիրքի, պատշաճ տեսքի եւ այսուհետ առավել հոգատար խնամքի տարածքում։ Պարոն Ավագյան, դուք ընկերության ներկայացուցիչ եք, թե դուք նախագծող, որովհետև այստեղ հարցեր կան կապված արդեն ընկերության եւ համայնքի հետ հարաբերությունները, այս ավելացումը արտադրողականության նաեւ հեռանկարում արդեն հանքաքարի հետ կապված, այսինքն ստացվում է կոմբինատը հզորացնում է իր ներուժը եւ ավելի մեծ ամեն դեպքում ազդեցություն դեր կունենա համայնքում, համայնքի հետ կապված ու այստեղ կան փոխհարաբերություններ, հա, ինչ ծրագրեր կան համայնքի համար, ապահովագրության, առողջության, սոցիալական ծրագրեր, աշխատակիցների նաև ովքեր մեծ մասը համայնքից են։ Նաև հայտնեմ, որ այն ընկերությունը, որ ես ներկայացնում եմ, նույն ընկերությունների նույն խմբի մաս է, որի մաս է նաև Կապանի լեռնահարցնասման կոմբինատը եւ ձեր տված հարցերին նախաձեռնող ընկերության մոտեցումների պաշտոնական ճշգրտությամբ լավատեղյակ եմ, կարող եմ նաև այդ բնույթի հարցերի արձագանքել։ Վերադառնալով ձեր նախորդ հարցում բաց մնացած մի դրվագի ասեմ, որ 600,000 տոննայից 1 միլիոնի հասցնելու այդ նախագծային փոփոխության շրջակա միջավայրի ազդեցության գնահատման արդյունքներով մենք համոզվել ենք, որ առավելագույն դեպքում մենք ունենք համամասնորեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունների ավելացում, որևէ որակական շեն փոխելու իրադրություն չունենք, որոշ դեպքերում էլ ընդհանուր հաշվով բնապահպանական իրադրության ավելացում կա, եթե բնապահպանական իրադրության բարելավում կա, եթե հաշվի առնենք, որ հանքաքարի արկա զանգվածը պիտի այդուհանդերձ վերամշակվի, մեր առաջարկած նորարտադրողականությամբ այդ զանգվածի վերամշակումը գումարային առավել ընդունելի նվազ ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի վրա։ Հիմա անդրադառնալով Ոնց եք հաշվարկել դա, որ առավել նվազ շրջակա միջավայրի ազդեցության Գուցե պարոն Նիկողոսյանը ջրօգտագործման հաշվարկը կտեսնեք, թե ինչպես է փոխվել ջրօգտագործման հաշվարկը, կգնահատեք այդ հաշվարկում ջրի օգտագործող քանակի ավելացման համամասնությունը, վերամշակվող հանքաքարի ավելացմանը եւ այլն։ Դուք այդտեղ շատ տեղեր ինքներդ կարող եք եզրակացություն անել ու տեսնել, որ վերածած գնահատականը, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության ծավալը առավելագույն դեպքում համամասնորեն է ավելացել, որևէ շեն չի անցել, որակական որևէ փոփոխության չի բերել, դա ակնհայտորեն արտացոլված է երկու շմագներում է։ Վերադառնալով համայնքի հետ համագործակցության հեռանկարներին, թեև այս քննարկումը համայնքի ղեկավարի տեսադաշտում է արդեն եւ համայնքի ղեկավարի վերադարձ գնահատումը կանխի ձեր տված հարցի պատասխանը, այդուհանդերձ նշեմ, որ 2023 թվականի վերջում տեղի ունեցած սեփականատիրոջ փոփոխությունը այս տնտեսավարող միավորի բերել է համայնքի հետ երկխոսության բոլորովին այլ մակարդակի ձևավորման, համայնքի խնդիրներում ընկերության ներգրավման բոլորովին այլ մակարդակի ձևավորման, դա արտացոլվել է փոխադարձ խնդիրների ընկալման, մի դեպքում համայնքի կողմից ընկերության առջև դրված խնդիրները համարժեք գնահատելու դրանց շատ ավելի հոգատար մոտեցում ցուցաբերելու, մյուս դեպքում ընկերության կողմից համայնքի առջև կանգնած խնդիրները ընկալելու դրանց համարժեք մոտեցում ցուցաբերելու։ Նաև այն հրապարակվող միջոցները համայնքին ցուցաբերվող սոցիալական օժանդակության ծավալների, որ դուք կարող եք լրատվամիջոցներից ծանոթանալ, այն տարեկան կնքող պայմանագրի ծավալը էապես ավելացել։ Այն ամրագրվող նվազագույնը, որ ներառվում է պայմանագրում, Կապան
համայնքին ցուցաբերվող օժանդակությունը ներկայում միջնորդավորվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջ կողմից հիմնադրված հիմնադրամով եւ այդ հիմնադրամը Կապան համայնքի հետ կնքել է սոցիալ-տնտեսական աջակցության պայմանագիր մեկնարկատեղվածքով, եթե նմանատիպ պայմանագրերը նախկինում 125-130 միլիոն դրամ ծավալուն էին, ներկայում կտրուկ փոխվել է, չնայած ներդրումային բավականին մեծ բեռին, որ ընկերությունն այսօր ունի, այդ գումարը հասցրել է 180 միլիոն դրամ հայկական կտրվածքով, ու դա կարող ենք ամրագրել, որ ներառում է այն նվազագույնը, որ ցանկացած հեռանկարում ընկերությունը ցուցաբերել է որպես սոցիալական օժանդակություն համայնքին։ Որ շատ դետալիզացիայից կարողանանք խուսափել, ամրագրենք որպես հանդիպում, որ ընկերության եւ համայնքի երկխոսությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել։ Պարոն Հավաքյան, իսկ տեխնիկական վերազինում եւ այլն կապված նաեւ աշխատակիցների անվտանգության հետ, հիմա նաեւ ակտուալ է, երբ աշխատակիցները առողջապահական ապահովագրության հարցեր են բարձրացնում, նման ինչ որ միջոցառումներ, նախաձեռնություններ ունեք։ Ներկայում աշխատողների, ընդ որում սա վերաբերում է ոչ միայն Կապանի լեռնահարստացման կոմբինատին, այլ քիչ առաջ իշտակածս խմբի բոլոր ընկերություններին, աշխատողների ապահովագրությունը իրականացվում է եւ իրականացվում է գործադուի ծախսերով։ Իսկ անվտանգության տեխնիկայի հետ կապված հարցերը մեր թիվ 1 առաջնահերթությունն է։ Դրա մասին խոսում են նաեւ մեր օբյեկտիվացուցիչները, եթե դրանց վերաբերյալ տեղական ուզեք Մի հարց էլ, եթե ֆորս մաժորային իրավիճակներ ամեն դեպքում բոլոր տեսակի գործողություններում նախատեսվում է, հա, նախաձեռնություններում միշտ կա անգամ հասարակ շինարարությանը միշտ ֆորս մաժորային իրավիճակի ինչ որ նախատեսում կա։ Եթե հանկարծ լինեն ֆորս մաժորային իրավիճակներ, ու այսպես տեսականորեն պատկերացրած, դուք գրավոր ինչ որ երաշխիքներ ունեք համայնքի բնակիչների, աշխատակիցների համար, ով որ կարող է դրա ազդեցության տակ հայտնվի։ Ֆորս մաժորային իրավիճակների դեպքում փոխհատուցման ինչ որ նման մեխանիզմներ ունեք։ Նո, ասենք ուտեջ կան բացարձակ չտրամադրես, դա ասում եմ, անգամ հասարակ շինարարության դեպքում, երբ որ ձեր նշած բոլոր հեռանկարները, բոլոր հնարավոր լույսերը ենթական են համարժեք գնահատման, դրանք տեղի ունենալու դեպքում գործողությունների պլանները մշակվում են օրենքի պահանջի կատարման համար, որտեղ դա օրենքի պահանջ է, եւ բոլոր հնարավոր կամ ողջամտորեն կանխատեսելի ֆորս մաժորային իրավիճակների արձագանքման պլանները ընկերությունն ունի։ Դրանք եւ քաղաքապաշտպանության պլաններ են, եւ տարբեր վթարներին արձագանքելու պլաններ են, բոլոր այդ պլաններն ունի։ Բոլոր նախագծային փոփոխություններից հետո եւ նույնիսկ առանց դրանց օրենքով սահմանված պարբերականության, բոլոր այդ պլանները վերանայվում, թարմացվում են, դրանց վերաբերյալ անցկացվում են անձնակազմի հետ դասընթացներ, վարժանքներ եւ այլն։ Դա արդեն այս փորձաքննության առարկայից դուրս հարց է։ Դուք ուղղակի կարող ես բաց թողեցի, ներդրումներ նոր ընկերությունը նախատեսում է ծավալների ավելացման հետ կապված ինչ որ չափի ինչ ներդրումներ են պահանջվելու ընկերությանը, որպեսզի ինքը իր նպատակներին հասնի։ Ճակած չկա, այն բանով պայմանավորված, որ արտադրական հզորությունները սարքավորանքի առումով առկա են, ապահովված են։ Այո, խոսքը ոչ թե որևէ նոր արտադրական հզորության ստեղծման մասին է, այլ եղած արտադրական հզորությունը նախագծային հզորությամբ շահագործելու։ Նոր ներդրումային ճակատ չի բացառել տեսանկյունից։ Իհարկե, որոշ բաներ պետք է կարգի բերել, երկար չշահագործվելու հետևանքով բերել ավելի մարտունակ վիճակի ու դա որոշակի ներդրումային վերաբերել։ Էկոլորը մեր սիրած կազմակերպություններից է։ Մի հստակեցում ներեցեք, Սենատոր Մաթեոսյան կրկին էկոլորից եմ։ Իհարկե գործընկերուհիս հարցրեց Քոչամբարի ծավալների մեծացման դեպքում ազդեցության, դուք էլ նշեցիք, որ պլաններ կան քաղաքապաշտպանություն եւ այլն, բայց ինձ հետաքրքիր է, արդյոք այս ձեր փոփոխությունների արդյունքում դուք նաեւ վերանայել եք ձեր այդ
աղետների ռիսկերի մշտադիտարկման այդ պլանները կա, որոշակի դրամագլուխ, որը որ նախատեսվում այդ աղետների չասեմ կանգնման, բայց այդ խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանց մեղման համար ինչ ծավալների է դա նախատեսված։ Ինչի ծավալների մասին, հա։ Գումարային, եթե աղետների ռիսկերը Ուրեմն նման իրավիճակներ կառավարելու համար դրամագլուխ նախատեսված չէ, օրենսդրորեն նախատեսված չէ։ Մեզ բոլորիս հայտնի շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը այլ բովանդակություն ունի, դրան չանդրադառնանք։ Իմ ավագ գործընկերը հուշում է, որ սա ընդերքօգտագործման ոլորտի փորձաքննվող գործունեություն է եւ բոլոր նախագծային փաստաթղթերը միջև շրջակա միջավայրի նախարարություն փոխանցվել է, ներկայացվելու են տարածքային կառավարման եւ հետաքրքրասիրի նախարարություն, որը իլերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ուղարկելու այս փաթեթը, ուղարկելու է նաեւ տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Դա ընդերքի մասին օրենսգրքով նմանատիպ փաթեթների փորձաքննության անհրաժեշտ մաս է եւ այս նախագծային փոփոխության տեխնիկական անվտանգության փորձաքննությունը դրական եզրակացությամբ եզրափակելուց հետո է, որ կարող է փաստաթղթերի փաթեթը դառնալ մեր ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաթեթի մաս։ Այլ հարցեր։ Շնորհակալություն հարցերի համար, բավականին կարևոր հարցադրումներ եք արել։ Եթե այլ հարցեր, առաջարկություններ եւ այդպես չկան, ապա ես փորձեմ արդեն ամփոփել, ասեմ, որ ամփոփման խոսքում միգուցե դուք գտնեք նաև որոշակի ձեր հարցերի պատասխանները, որպես եւ ներկայումս Կապանի լեռնային ստացման կոնդիմացիոն կողմից իրականացվող գործունեության որպես իրականություն եւ մեր համայնքի փոխհարաբերությունների շրջանակներում գործունեություն եւ ինչպես որպես հետագա գործունեության հետ կապված որպես մեր կողմից ներկայացվող առաջարկություն, իսկ որոշ հարցերի դեպքում նաեւ որպես ինչքան է ինձ չի ուզում փոփոխ հնչել, բայց որպես պահանջ, ինչի պահանջ, որովհետեւ մեր համար շատ կարևոր է որոշակի դրումներ, որ մենք պետք է այսօր բարձրացնենք։ Ուրեմն սկսենք նրանից, որ նա այսօր իրականացնում է հանրային լսում ներկայացվող նախաձեռնությունների հետ կապված, որպես հայտ ներկայացվում է գործունեությունը, սա չի ենթադրում նախագծանախարարության փաստաթղթերի արտահայտության վերաբերյալ, ուրեմն հանրային առաջին լսումը իրականացնելուց հետո ըստ գործող օրենքի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքով առաջին հանրային լսումից հետո նախաձեռնողը կազմում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվություն եւ նախագիծը կազմելուց հետո ներկայացնում է փորձաքննության, որից հետո արդեն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կողմի կողմից նախաձեռնում է համայնքապետարանի հետ միասին արդեն երկրորդ հանրային լսումը, որտեղ որ ներկայացվում է տվյալ հաշվետվությունը եւ նախագիծը։ Եվ ես չեմ պատկերացնում, որ այս փուլում կարող է լինել այս գործունեության հետ կապված որևիցե հաշվետվություն կամ նախագիծ։ Ինչի, որովհետեւ կան մի շարք առաջարկություններ եւ հարցեր եւ խնդիրներ, որոնք որ մեր կողմից առաջադրվելու են եւ առաջարկվելու են, որոնք որ պետք է մեր կարծիքով ներառվեն թե հաշվետվության մեջ, թե նախագծի։ Ուրեմն սկսեմ առաջինից,
գործունեության նախաձեռնության վերաբերյալ, որը վերաբերում է ֆաբրիկային, ասեմ, որ այստեղ մեր կողմից մեծ հարցեր որպես այդպեսին չկան, որովհետև հասկանալի է, որ ֆաբրիկան ունի պոտենցիալը 1 միլիոն հարկավորականության, եւ այստեղ պարզապես պետք է գոյություն ունեցող նախագծի մեջ ամեն փոփոխություններ 600,000-ից դարձնել 1 միլիոն։ Մենք ընդհանուր առմամբ ասեմ, որ որպես համայնքապետարան դեմ չենք կապանձնահաստատման կոմբինատի գործունեության զարգացմանը եւ առհասարակ կոմբինատի զարգացմանը, քանի որ կապանահանքում կապանձնահաստատման կոմբինատի մեծ սոցիալական ազդեցություն համայնքի կյանքում եւ բնականաբար կոմբինատի զարգացումը նաեւ ենթադրում է նաեւ իր դրական ազդեցությունը կապանահանքի նկատմամբ, կապանահանքի զարգացումը զարգացումը նաեւ իրականանում, բայց դա չի նշանակում, որ չպետք է հաղորդակցվեն բոլոր ռիսկերը եւ նաեւ պետք է մինիմալացվեն շրջակա միջավայրի վրա բոլոր ռիսկային ազդեցությունները։ Ուրեմն անցնեմ մեր համար շատ կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության երկրորդ հարցին, որը վերաբերում է Գերանուշի Խոչամբարին։ Ըստ էության, եթե ներկայացված է որպես Գերանուշի Խոչամբարի վերակառուցում, սա ավելի շատ խոսում է ըստ էության Գերանուշի Խոչամբարի ընդլայնման մասին։ Եվ բնականաբար հասկանում ենք, որ 1 միլիոն տոննա հարկավորականության ավելացման դեպքում բնականաբար նաև ավելանում է կարողանակության քանակը եւ բնականաբար միշերի փոփոխություններ լինում, ինչպես որ նշեցիք, գոյություն ունեցող գործականական եզրակացության ոնց հասկացա 851 մետրից փոխվել է մինչև 871 մետր միշի։ Անդրադառնալով նաև ուրեմն հնչեցված հարցերին, որ ինչքան հողամաս է նաև ուրեմն հայտնվելու կամ օգտագործվելու խոչանքները տեղավորելու պարագայում, ստե պետք է նաև հաշվի առնել ոչ միայն խոչանքների տակ հայտնված հողամասը, պետք է հաշվի առնել նաև սանիտարական, պետք է հաշվի առնել նաև սպասարկող ճանապարհները, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ։ Այսինքն, եթե հիմա մենք խոսում ենք 40 հեկտարի վերաբերյալ, հնարավոր է, որ զբաղեցնի ոչ թե 40, այլ շատ ավելի, եւ սա լրացուցիչ կապություն է միգրություն մասին կարիք։ Իսկ հողերի հատկացման հետ կապված կամ հողերի հատկացման հետ կապված պրոցեսը առհասարակ տեղի ունենում անպատասխան գործողություններ անցնելուց հետո նախ հողերի հատկացմանը մանրամասն հողերի կատեգորիայի փոփոխություն նախ եւ առաջ, հետո նոր կատեգորիայի փոփոխությունից հետո արդեն հողերը որպես կառուցապատման իրավունքով տրամադրելու տնտեսվարող։ Խոչամբարի հետ կապված ուզում եմ արդեն անդրադառնալ ամենակարևորին՝ դա կայունության հարցն է։ Ողջունելի այն հանգամանքը, որ նախատեսվում է Խոչամբարը արդեն պահպանող կառուցել կենտրոնահեն տարբերակով, դեպքում ինչպես ասեցիք, դա արդեն կողմնակի պահանջ է։ Մենք մեր համայնքի տարածքում գիտեք, որ ունենք երկու խոչամբար գործող, տարածանոթի խոչամբարն է եւ Գերանուշի խոչամբարն է։ Տարածանոթի խոչամբարի հետ կապված ասեմ, որ մենք արդեն Զանգեզուրի դեմային կոմբինատի հետ ունենք մեր կարգավորումները եւ արդեն իսկ այստեղ կարգավորումների արդեն ներկայացված է համապատասխան
մակարդակություն, որտեղ ներառված է նախագիծ, որտեղ ներառված է Խոչամբարի կայունության ապահովման հարցը, եւ ես որպես խոսքից մեջ անհրաժեշտ խնդիր կներկայացնեմ նույնը Գերանուշի Խոչամբարի հետ կապված, բեռնարարստացման կոմբինատի հետագործունեության հետ կապված, ինչը որ ժամանակին ներկայացել եմ Զանգեզուրի կոմբինատին։ Դա այն է, որ մինչև նախագիծ կազմելը, որը դուք ներկայացնել եք ապագայի գործունեության հետ կապված, պետք է իրականացվի ներկայիս Խոչամբարի մանրամասն ուսումնասիրությունը, միջազգային հեղինակություն ունեցող համապատասխան մասնագիտական ունակություններ և լիցենզիաներ ունեցող կազմակերպության կողմից։ Կատարված ուսումնասիրության հիման վրա պետք է տվյալ միջազգային տրվի համապատասխան եզրակացությունը իրավիճակի հետ կապված, ներկայիս Խոչամբարի կապված, նոր դրա հիման վրա արդեն նաև տրվի լուծումներ հետագա շահագործման թե ինչպես է Խոչամբարը ընդլայնել։ Նախ մենք պետք է հասկանանք, որ այդ ուսումնասիրության հիման վրա հնարավոր է արդյոք ներկայիս Խոչամբարի վրա ավելացնել խոչանքները մինչև 17 միլիոն խորանախույն քանակի, հասնել այն մինչև 871 նիշի, և եթե տվյալ ուսումնասիրության և եզրակացության հիման վրա տրվի նման հնարավորություն, ապա բնականաբար նաև դրա կառուցման բոլոր տարբերակները նախագծման տեսքով։ Սա մեր համար խիստ կարևոր է, որովհետև Գերանուշի Խոչամբարը, ինչպես նաև Խոչամբարը մենք համարում ենք բարձր տեսքային նշանակություն ունեցող օբյեկտներ, և բնականաբար հաշվի առնելով այդ տեսքայնությունը, նաև մենք ուզում ենք, որ կանխարգելվի բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակներ։ Այսինքն ոչ թե քննարկենք, որ հնարավոր արտակարգ էության դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել և դրա դիմաց ինչ փոխհատուցումներ կարող են, այլ ընդհակառակը մենք ցանկանում ենք, որ բոլոր ռիսկերը գնահատվեն, բոլոր ռիսկերը գնահատվեն, և կանխարգելվեն, ի սկզբանե կանխարգելվեն բոլոր խնդիրները։ Ինչպիսին օրինակ, ինչպես դուք ձեր խոսքով նշեցիք, որ պետք է Խոչամբարի գործունեության կապված հաշվի առնվեն սեզմակայունության միջազգային մակարդակի բոլոր նյութերի համապատասխանությունը։ Սա նույնպես կարևոր է։ Ինչ վերաբերում է տուներին, այո, դուք ճիշտ նշեցիք այն հանգամանքը, որ նախկին շմակ փորձարկումության և հանրայնացումների ժամանակ մեր կողմից բարձրաձայնվել է խնդիրը, որովհետև դա նույնպես մեր համար ռիսկային ենթակառուցվածք է, և իսկ կարևորում ենք այդ ենթակառուցվածքի անխափան գործունեությունը, և այն ժամանակ մենք որպես խնդիր նշեցինք, որ պետք է իրականացվի այդ տուների գործիքային ուսումնասիրություն, անպայման գործիքային ուսումնասիրություն իրականացվի, պետք է ստուգվի գոյություն ունեցող բետոնի որակը, պետք է կենսական և քիմիական ուսումնասիրություն իրականացվի, և ըստ դրա արդեն տրվեն համապատասխան լուծումներ։ Ես լսելով ձեզ, լսեցի
ասացի պարոն Ավագյան, որ ուսումնասիրությունները արդեն արված են եւ մինչև նախագիծ կազմելու եւ որպես նաեւ մինչև հաշվետվությունը ներկայացնելը ես կխնդրեմ, որ մեզ փոխանցեք այդ ուսումնասիրության արդյունքները, որ մենք ուսումնասիրենք կատարված ուսումնասիրությունը նաև տեղեկանան այդ թունելի ընդհանուր վիճակի վերաբերյալ։ Նաև պետք է իլերում ասածս ասեմ, որ նախկինում ներկայացված Խոչամբարի հետ կապված գործունեության կապված արդեն իսկ գոյություն 2024 թվականին պետական եզրակացություն 2024 թվականին, որը որպես պահանջ փորձարկության մեջ ներկայացված է այդ ուսումնասիրությունը կատարելը եւ դրա համապատասխան ուսումներ։ Ուրեմն սա վերաբերող Խոչամբարի եւ իր ենթակառուցվածքին։ Սա դիտարկել է որպես պահանջ։ Նաև խիստ կարևորում ենք այն հանգամանքը, որ շրջակա միջավայրին հասցվող գործունեության արդյունքում հասցվող վնասները պետք է մինիմալացնել։ Այսինքն հողի, ջրի, օդի վրա բոլոր ազդեցությունը պետք է մինիմալացվել։ Դե կարծում եմ դա հաշվետվության մեջ մանրամասն կմեկնեցնի։ Հիմա հասնենք առաջարկությանը կապված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։ Ասեմ, որ մենք այո, երբ փոխվեց սեփականատեր, նաև սոցիալական ծրագրերի հետ կապված նույնպես ունեցան փոփոխություններ դրական առումով։ Եթե ժամանակին համայնքի նկատմամբ իրականացվում էր համայնքապետարանի հետ համագործակցությամբ 100 միլիոն, 120 միլիոն, 130 միլիոն դրամի չափով սոցիալական ծրագրեր, 2024 թվականին այն հասավ 150 միլիոն դրամի, իսկ արդեն 2025 թվականին մեր ձեռքբերված պայմանավորվածության համաձայն սոցիալական ծրագրերը համայնքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվում է 180 միլիոն դրամի չափով։ Մենք կարևորում ենք սոցիալական, ինչպես ասեցի, սոցիալական ազդեցությունը, սոցիալական ծրագրերի նկատմամբ եւ կարևորում ենք այն հանգամանքը, որ արտադրողականության զորացման պարագայում, ինչպես նաեւ այս փոփոխությունների պարագայում, նաեւ տեղի ունենա նաեւ փոփոխություններ սոցիալական շրջանակներում։ Նախ պետք է ասեմ, որ շատ կարևորում ենք այն, որ Տապան լեռնարստացման կոմբինատի գործունեության արդյունքում շահառուներ սոցիալական դիտարկվեն ոչ միայն կոմբինատի աշխատակիցները եւ կոմբինատի հետ փոխկապակցված կազմակերպությունները կամ այն կազմակերպությունները, որոնք այսօր գործունեություն են իրականացնում, այլ նաեւ այն բոլոր հնարավոր կազմակերպությունների շահառուները, ովքեր որ հնարավորություն կարող են ունենալ իրենց համագործակցությունը կազմակերպել Տապանի լեռնարստացման կոմբինատի հետ այն ոլորտներում, ինչպիսին է օրինակ ծառայությունների մատուցման ոլորտը, մատակարարման ոլորտը, կազմակերպություններ, որոնք որ կարող են հանդես գալ որպես տապալառու կազմակերպություններ։ Այսինքն այն բոլոր կազմակերպությունները, որոնք որ գործունեություն են իրականացնում Տապանում, այդ կազմակերպությունների շրջանակները ընդլայնում
այսինքն կոմբինատը, եթե որ ասեմ, նախընտրի իր գործունեությամբ ավելի սերտ եւ ավելի ընդլայնված աշխատել տեղական կազմակերպությունների հետ տարբեր ոլորտներում։ Սա բնականաբար կբերի սոցիալական առումով վերական արդյունքներ։ Ունենք նաև առաջարկություն այն առումով, որ եթե այսօր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվում է համայնքապետարանի համագործակցությամբ 180 միլիոն դրամի չափով սոցիալական ծրագրեր, ապա 1 միլիոն արտադրողականության այս գործընթացի շրջանակներում շմար հաշվետվության մեջ ամրագրելով հասցնենք նվազագույնը մինչև 300 միլիոն դրամ։ Սա նույնպես կարևոր է համարում եւ ինչպես ասեցի, ներառելով ամրագրելով հաշվետվության մեջ, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող սոցիալական ծրագրեր նվազագույն իրականացվի 300 միլիոն դրամ գնալի չափ։ Սա այն բոլոր մեր կողմից հնչեցված առաջարկություններն են եւ նաեւ ինչպես ասեցի նաեւ պահանջները, որոնք որ պետք է որպես կոնկրետ եւ նաեւ առաջարկություններ ներառվեն կազմված հաշվետվության մեջ ու նախագծի շմար հագծի մեջ։ Խնդրում եմ այս ամենը հաշվի։ Այսքանը հարգելի գործընկերներ, այսքանով մենք ավարտենք այսօրվա լսումները եւ հաջորդի վաղենք հանդիպենք լսման նախագծելու։ Շնորհակալություն։